Բարև։ Արհեստական բանականությունը կարողանում է բանաստեղծություններ գրել, նկարել, խիստ ռեալիստիկ դիմանկարներ, հորինել կոդ ու քննություն հանձնել լավագույն ուսանողների մակարդակում, բայց հերիք է նրան ցույց տակ սովորական անալոգային ժամացույց ու նա շփոթվում է։ Հարցրեք արհեստական բանականությանը շաբաթվա ինչ որ կլինի, տարվա 153-րդ օրը ու նա ամենայն հավանականությամբ կսխալվի։ Էդինբուրգի համալսարանի գիտնականները որոշել են ստուգել, թե որքան լավ են ժամանակակից մուլտիմոդալ լեզվական մոդելները գլուխ հանում խնդիրներից, որոնք մարդը յուրացնում է դեռ տարրական դասարաններում։ Խոսքը անալոգային ժամացույցով ժամը իմանալու եւ օրացույցային ամսաթը վերահաշվարկելու մասին է։ Փորձարկման են ենթարկվել OpenAI GPT-4o, Google-ի Gemini 2.0, Anthropic-ի Claude 3.5, Sonnet ու Meta-ի Llama 3 մոդելները։ Արդյունքները ցնցող են։ Բոլոր մոդելները պարբերաբար սխալվել են։ Օրինակ ժամացույցի պատկերի վրա ճիշտ ժամը հասկանալը ստացվել է միայն 38.7% դեպքերում, իսկ կամայական ամսաթվի համար շաբաթվա օրը ճշգրիտ ասելը ստացվել է ընդամենը 26.3% դեպքերում։ Ընդ որում վիզուալ առումով մոդելը հասկանում է, որ իր առաջ ժամացույց է, սակայն ի վիճակի չէ ինտերպրետացնել սլաքների դիրքը։ Ինչու է այդպես։ Որովհետև այդպիսի խնդիրների համար շաբլոնների առկայությունը բավարար չէ։ Անհրաժեշտ է իսկական տարածական մտածողություն։ Պարզել որտեղ է գտնվում րոպեի սլաքը, որ սլաքն է երկար, որ անկյան տակ են սլաքները հատվում, ու այս ամենը ցիֆերբլատի ֆոնին, որը ինքը կարող է տասնյակ տարբեր տեսքեր ունենալ։ Արհեստական բանականությանը դա չեն սովորացնում, նրան սովորեցնում են ճանաչել, ոչ թե վերլուծել։ Ի տարբերություն սովորական ծրագրերի լեզվական մոդելները չեն հաշվում։ Նրանք գուշակում են արդյունքը ելնելով նրանից, թե որքան հաճախ էր այն հանդիպում տվյալներում, որոնց հիման վրա նա սովորել է։ Դա աշխատում է, քանի դեռ խոսքը գնում է տիպիկ խնդիրների մասին, բայց հերիք է հնչի ճշգրիտ ալգորիթմ պահանջող հարց, օրինակ պարզել, թե նահանջ տարվա տվյալ ամսաթիվը շաբաթվա ինչ օր է եւ նեյրոցանցը սկսում է շփոթվել։ Այս հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան սկզբունքորեն է իսկական տրամաբանական մտածողությունից տարբերվում այն, ինչ արհեստական բանականությունը անվանում է հասկանալ։ Մենք սովորել ենք մտածել, որ եթե մոդելը գրագետ տեքստ է գեներացնում, ուրեմն նա հասկանում է, սակայն հենց հնչում է հարց, որը պահանջում է ոչ թե շաբլոններ, այլ абստրակտ տրամաբանություն ու տարածական մտածողություն, նեյրոցանցը շփոթվում է։ Սա ուղղակի տեխնիկական խնդիր չէ։ Իրական կյանքում մենք ավելի ու ավելի հաճախ ենք ներդնում նեյրոցանցերն ամենօրյա համակարգերում, սկսած սմարթֆոնում օգնականներից մինչև ալգորիթմներ, որոնք կառավարում են գնացքների չվացուցակներն ու բժշկական սարքավորումները։ Ու եթե այդպիսի համակարգերը չեն կարողանում նման էլեմենտար բան, ինչպիսին է ժամը իմանալը, դա տագնապալի ազդանշան է։ Հեղինակները շեշտում են, այսօրվա արհեստական բանականության համակարգերը հզոր են, սակայն կույր են խնդիրների նկատմամբ, որոնք պահանջում են համատեղել ճշգրտությունը, ընկալումն ու հաշվարկը։ Ու քանի դեռ մենք չենք սովորեցրել մոդելներին այլ կերպ մտածել, ոչ թե ուղղակի գուշակել, այլ իրոք հասկանալ, մեղմ ասած ռիսկային կլինի նրանց առանց մարդկային վերահսկողության թողնելը։ Այսօր լուսինը մեռյալ ու անշարժ խառնարանային համայնապատկեր է թաղված տիեզերքի լուր խավարում, սակայն 4.35 միլիարդ տարի առաջ երկրի բնական արբանյակը կարող էր լրիվ այլ տեսք ունենալ, եռացող լավայով թաթախված շիկացած ծխացող լուսինը գրեթե չէր տարբերվում առեկակնային համակարգի ամենաակտիվ հրաբխային օբյեկտից՝ Յուպիտերի Իո արբանյակից։ Այս մասին է վկայում 2025 թվականի լուսնային ու մոլորակնային կոնֆերանսին ներկայացված ու Nature ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը։ Ըստ գերակշռող հիպոթեզի, երիտասարդ երկրի ու մեկ այլ պրոտոմոլորակի ահռելի բախումից հետո դուրս նետված նյութից հետագայում ձևավորվել է երկու երկնային մարմին՝ ժամանակակից երկիրն ու իր բնական արբանյակը լուսինը։ Արբանյակը սկզբում պտտվում էր մոլորակին շատ մոտ, աստիճանաբար հեռանալով ու սառչելով, սակայն ինչ-որ փուլում միջամտեց արեգակի գրավիտացիան, փոխելով ամեն ինչ։ Ինչպես բացատրում են հետազոտության հեղինակները, լուսինը հայտնվեց գրավիտացիոն փակուղում, երկիրն ու արեգակը ձգում էին այն հավասար ուժով։ Ուղեծիրը դարձավ քաոտիկ, իսկ մակընթացային ուժերը սկսեցին ինտենսիվ կերպով ճմլել լուսնային ընդերքը, բերելով ապարների հալեցմանն ու մագմայի մասսայական ժայթքմանը։ Սակայն այդ ժայթքումները նման չէին երկրային հրաբուխներին։ Լուսնային մագմանն ավելի ջրիկ էր, չէր առաջացնում հրաբխային կոներ, այլ ուղղակի դուրս էր հորդում, ճաքերից լցնելով խառնարաններն ու հարթեցնելով արբանյակի մակերևույթը։ Դա կարող էր տևել տասնյակ միլիոնավոր տարիներ, ինչը բավարար էր մակերևույթը ամբողջությամբ վերափոխելու համար։ Հայտնագործությունը ունի նաև կարևոր ժամանակագրական նշանակություն։ Լուսնի տարիքը որոշվում է երկու հիմնական աղբյուրից՝ լուսնային ապարների նմուշներից ու ցիրկոններից, հնագույն գերկարծր բյուրեղներից, որոնք կարող են պահպանվել անգամ էքստրեմալ պայմաններում։ Սակայն այս երկու մեթոդները տալիս են տարբեր արդյունքներ։ Ապարները մի բան են ցույց տալիս, ցիրկոնները
այլ։ Նոր հետազոտությունը բացատրում է. Հնարավոր է լավային հոսքերը վերահալեցրել են թե ապարները, թե ցիրկոնները, այսինքն լուսինը կարող էր առաջացած լինել 4.5 միլիարդ տարի առաջ, սակայն 4.35 միլիարդ տարի առաջվա հրաբխային ակտիվությունը զրոյացրել է այն ամենն, ինչ կարելի էր կարդալ ավելի վաղ շրջանի ապարներից։ Պատկերացրեք գիտնականին, ով կարողացել է այնպես բացատրել էվոլյուցիան, որ այն սկսել են տեսնել ոչ միայն բնության մեջ, այլև մշակույթում, տեխնոլոգիաներում եւ անգամ ինտերնետում։ Այս շաբաթվա գիտնականը անգլիացի էթոլոգ, էվոլյուցիոն կենսաբան Ռիչարդ Դոքինսն է, ամենաազդեցիկ գիտական մտածողներից մեկն աշխարհում։ 1976 թվականին լույս տեսավ նրա գլխավոր գիրքը Էգոիստիկ գենը, որում Դոքինսը առաջարկեց խիզախ գաղափար։ Էվոլյուցիայի գլխավոր մասնակիցները ոչ տեսակներ են, ոչ էլ անգամ առանձին օրգանիզմներ, այլ գեները։ Գեները օգտագործում են մեր մարմինները որպես ժամանակավոր կենսաբանական թաղանթներ իրենք իրենց պատճենելու եւ մյուս սերնդում գոյատևելու համար։ Այս տեսակետը գլխի վեր շրջեց կյանքի մասին մեր պատկերացումները։ Գեների տեսանկյունից մենք զուտ տրանսպորտային միջոց ենք իրենց գոյությունը պահպանելու համար։ Սակայն Դոքինսը ել ավելի առաջ գնաց։ Նույն այդ գրքում նա առաջարկեց այսպես կոչված մեմերի կոնցեպցիան։ Մեմերը մշակութային ինֆորմացիայի միավորներ են, որոնք տարածվում են ու էվոլյուցիայի են ենթարկվում նույն սկզբունքներով, ինչ գեները։ Այսօր այդ բառը հայտնի է յուրաքանչյուրին շնորհիվ ինտերնետի, սակայն դրա ծագումը խիստ գիտական է։ Դոքինսը նկատել է, որ գաղափարները ճիշտ այնպես ինչպես գեները պայքարում են գոյատևման համար, փոխանցվում են մուտացիաների, ենթարկվում մրցակցում եւ անհետանում են։ Դոքինսը ոչ թե ուղղակի գրում է, նա մտածում է վառ եւ հասկանալի, գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ։ Նրա ոճը տրամաբանության, սրամտության եւ բարդը պարզ լեզվով բացատրելու զարմանալի կարողության խառնուրդ է։ Նա կարողացել է կենսաբանությունը հետաքրքիր դարձնել անգամ նրանց համար, ովքեր այն համարում էին ձանձրալի դպրոցական առարկա։ Դոքինսը չի վախենում անհարմար հարցեր տալ եւ առաջարկել արմատական գաղափարներ։ Նա ստիպում է մարդկանց ոչ թե ուղղակի իմանալ գիտությունը, այլ մտածել գիտական։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։